Ռադիան։ Այս վլոգի առաջի տեքստն է։ Մենք այսօր անծանոթների հետ գնում ենք ուխտագնացության, բայց իրականում իրանք արդեն 6 ամիս անծանոթ չեն, որովհետև իրանց մի մասը սկզբում իմ հետևորդներն էին Instagram-յան, ովքեր ինձ հարցեր էին գրում եկեղեցու հետ կապված, որոնց ես որոշեցի, որ հոգևորականը կպատասխանի ու իրանց համար հանդիպում կազմակերպեցի։ Հետո այդ ամեն ինչը այնքան զարգացավ, որ հիմա կա Apostolic Community-ն, որ Instagram-յան էջին ընդհանրապես բոլոր հարթակներում էջերին կարող եք հետևել, բայց հատկապես Instagram-յան էջին գրելով կարող եք միանալ մեզ, որովհետև մենք միասին մասնակցում ենք ժամերգությունների, պատարակների, ուխտագնացություններ ենք անում, Աստվածաշունչ ենք ընթերցում։ That's it. Մոնեն էլ է եկել, Սվետան էլ երեխեք չեմ հավատում, ոչ մի ուշացող։ Մանա ինչ նկարեք, ինք ասել էր չերևամ։ Այս կադրը գտնենք, բայց անպայման։ Բայց խնդալու էր, որ եկա ձեր մոտ, Սամսոնը Անդրեասին ասում է, սկզբում խմբակային շնորհակալություն ենք հայտնում Այգուն, նայաննոր։ Ու Անդրեաս, ինչ ասում։ Այս ամեն օր Այգուն շնորհակալություն եմ հայտնում։ Բնականաբար չենք դնելու, որտեղ հպարտությունս կհասնի ամպերին, հետո իզուր ամեն կիրակի պետք է գնամ հպարտությամբ եւ մասամքսոցին մեղա Աստծո ասեմ։ Եթե չեք հասկանում մեր հումորները, նախ գիտեք ինչքան ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք գնում, այսօրվան շատ երկար սպասել եմ, այսօր չեմ կարողացել քնեմ գիշերը, ու մեկ էլ ուզում եմ խնդրեմ, որ ձեր աղոթքների մեջ այսօր հիշեք Միլենային, աղոթեք մեր երկրի համար, Սամսոնի համար աղոթենք, որովհետև հաջորդ շաբաթ այսօրը ճայմարանի քննությանը եւ Աստված տա ինքը շուտով տես մի 6 տարուց լինի օծյալ հոգեվորական։ Աստված մեզ հետ Տեր ուղիած գնացես մեր ի ճանապարհը խաղաղության։ Ուխտագնացությունն իրականացրինք Արարատյան շաբաթվա ընթացքում, երբ հիշատակում ենք այն իրադարձությունները, որոնց արդյունքում Հայաստանում ընդունվեց քրիստոնեությունը։ Շաբաթը կոչվում է Արարատյան, որովհետև այդ իրադարձությունները տեղի ունեցան Արարատյան դաշտում։ Սամսոնը ասում է կանգնենք նոր աղոթենք, ասում եմ Սամ ջան նստած աղոթենք, էլի մի քիչ հարմար չի ավտոբուսի մեջ այսքան արագ կանգնած աղոթելը։ Ասում է չէ կանգնենք, բա որ նայեն ասեն նստած եք աղոթում, ասում եմ կուզես ծնկենք, նայեն ասեն էսի չհավատավոր ժողովուրդ են ծնկած են աղոթում։ Փրկյաց մեզ եւ օրմիակ խորացոց եւ մեզ բազմամեղած ես ամեն։ Շնորհակալություն, կարող եք նստել։ Բոլոր գլխաշորը ձեռք ենք բերում Եղիցից։ Եվ սա ընդհանրապես պլանավորած կադր չէր։ Ուխտի օրը պատահական չենք ընտրել։ Արարատյան շաբաթվա շաբաթ օր հիշատակում ենք, թե ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի վիրապում ունենալուց հետո դուրս եկավ եւ իր աղոթներով օգնեց տրթատարքային ապակինվել։ Դրա շնորհիվ ենք այսօր հայ առաքելական եկեղեցու զավակներ։ Մենք մի հատ էլ գիշերը պատարակ ունենք 12-ին, որտեղ վաղը Էջմիածնի տոնն է։ Առանձին միաբանական պատարակ է լինում, մենակ հոգևորականներս ենք մասնակցում։ Գիտեմ չաթերդ կուզեք, բայց փակ է մուտքը։ Մասնակցում ենք պատարակի եւ գնում հաց ուտելու։ Այսի շատ եք մամա։ Դա ռեկլամ է, տարինքո։ Ճաշակես ցուք ասեք արդեն։ Սպասի, մի վարքյան։ Ասեք Հաշվեք 3-2-1։ Ճաշակես ցուք խաղաղությամբ սկերակուրես որ պարգևյալ է մեզի տիառն է, օրհնյալ է Տերի պարգևը սյուր, ամեն։ Անջատեցիք։ Երազանքներից մեկն է կատարվել, որ ձեռք եմ բերել հոգևոր ընկերներ։ Ես Սամսոնն եմ եւ ես Աստված առաջ մի քանի շաբաթից կլինեմ այս շենքի ուսանող։ Հիշեք ինձ ձեր աղոթքներում, մինչև այն օրը, երբ ես կհիշեմ ձեզ իմ պատարակներին։ Ես Լիանան եմ, դուք կտեսնեք իմ մկրտությունը։ Ես Սվետլանան եմ եւ այո ես շատ քիչ եմ խոսում, կամ չեմ խոսում։ Ես Չինարն եմ, ես ուզում եմ հիշեք, որ ես Ջավախից եմ։ Հա, որտե՞ղ։ Կամ մտերմանանք, որ ձեզ տանեմ մեր տուն Ջավախ։ Ես Երազիկն եմ ու ես եղել եմ երկրորդ մարդը, ով ցեղասպանությունից հետո կնքվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում։ Ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել դրա համար Հայր Հովսեփին։ Ես Աֆինան եմ, բուժական լողում ունեմ մագիստրոսի աստիճան եւ եթե Աստված բուժում է ձեր հոգին, ես կբուժեմ ձեր ողնաշարը։ Շարժվում ենք Սուրբ Գայանե եկեղեցիից։ Իդեպ այս ուխտը մեզ համար կազմակերպել են մեր քննույթի 5 անդամները, որոնց այսպես էլ ուզում ենք շնորհակալություն հայտնել։ Այնուհետև գնում ենք Սուրբ Հռիփսիմե։ Դուբլ 2, ուզում եմ այսօր հիշելու համար աղոթագրքեր նվիրեմ երեխեքին, իրենք էլ բոլորը հավասար ասացին։ Ինչ cute է։
Հասել ենք հարսանիքի, Արփինեն համոզում է գնանք շնորհավորենք եւ կամպետ վերցնենք։ Երկու հատ վերցնես, որ ես էլ որ բարձի ստակ դնել, հա մեկը։ Հայկունին իմ մանկության սերն է եղել, ես նրա ֆիլմերի ներքո եմ մեծացել։ Շրքան տարեկան է 45 երեխաները շատ են նրան սիրում Անզի Վասնզի Հայկուին համաձայնվել է դառնալ 109 երեխայի մայր եւ այդ 109-ից մեկը ես եմ։ Այո, նրա հետևորդին։ հպարտանում ես բայց ոնց որ Այո, ինչ եմ ասում։ եկեղեցու մոտ ենք հպարտանում ես Ոչ, հա վերջ Դա բանը չեք վայել։ Դուք ընկածեք սոցիալների հետ։ բայց հետո պիտի նայենք հիշենք մի բան չզգացեք սովորել։ Սա օրը հեռախոսություն։ Բայց սիրուն բանը հերիմ համար եմ մտածում։ ես գիտեմ սիրելիս Ասա որ դու էլ ես ծնվել։ Արդեն լրիվ թրջված անցնում ենք Սուրբ Մարիաներով եւ հասնում մայր տաճար ժամերգության, բայց անցել է մեկ շաբաթ եւ բոլորս առողջ ենք։ Ես այսօր շատ լավ էմոցիաներով եմ գնում, լիքը sense լավ բարի ժպիտներ եմ իմ հետ տանում։ Ուզում եմ միշտ sense համախմբված լինենք ու ամեն անգամ այդ մեր մտերմությունները իրար հանդեպ հոգատարությունը կրկնապատվի, ինչպես Հայկին մի անգամ ասել էր, բոլորս գնանք մեկս մյուսի բնակավայրը, գյուղը կամ քաղաքը, որտեղ որ բնակվում է, ինչքան հնարավոր է Հայաստանում ավելի շատ նոր տարածքներ, ավելի շատ sense պատմամշակութային վայրեր բացահայտենք։ Վլոգը կարող ունենալ հետաքրքիր ավարտ, բայց մենք հիմա այնքան հոգնած ենք եւ թրջված, մինչև էդ արևի տակ մնացած, ոտքի վրա շատ երկար կանգնած, որ մենք ուղղակի կասենք, որ այսօր անգլի անցավ։ Մինչև գնանք մի հատ մարսենք հասկանանք էլի։